Երբ կարելի կլինի համարել, որ մեր պետությունը իրոք որ կայացած պետություն է։ Կան մի քանի շատ պարզ նշաններ։ Հայ մարդիկ պիտի վերադառնան Հայաստան։ Պիտի լինի ներգաղթի ալիք։ Եթե չկա ներգաղթի ալիք, ուրեմն խոսք չի կարող գնալ կայացած նորմալ պետություն ունենալու մասին։ Հայ մարդիկ աշխարհում 15-ից 20 միլիոն են։ Առնվազն 10 միլիոնը իրեն իդենտիֆիկացնում է հայ եւ խոսում է հայերեն, այդ 10 միլիոնից 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում։ Եվ հիմա դեռ Հայաստանից արտագաղթի ալիք կա։ Դեռ կան մարդիկ, որոնք երազում են գնան Եվրոպա, Ամերիկաներում ապրելու մասին։ Քանի դեռ այս տենդենսը կա, քանի դեռ հակառակ տենդենսը, ներգաղթի տենդենսը չկա, ծիծաղելի է խոսել, որ մեր պետությունը, ասենք, լուրջ հաջողություն ունի որևէ ոլորտում։ Ընդհանուր բարգավաճության խնդիրը։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատողները 5-ից 10-15 անգամ պակաս են վարձատրվում համեմատած զարգացած երկրների հետ, անիմաստ է խոսել նորմալ երկիր ունենալու մասին։ Իհարկե կա նաև արտաքին քաղաքական խնդիրը, հարևանների հետ բաց սահմաններ, բարիդրացիություն եւ այլն, բայց դրանք նպաստում են երկրի զարգացմանը, նպաստում են երկրի բարեկեցությանը։ Հիմա դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ վերջնական արդյունքի մասին, այլ ինչ պիտի լինի, որ մենք այդպես համարենք։ Եվս մի ֆակտոր, կրթության ֆակտորը։ Քանի դեռ Հայաստանում չկա կրթություն, չկա բարձրագույն կրթություն, չկա գիտություն եւ չկա միջնակարգ կրթություն, քանի դեռ Հայաստանում չկա դպրոց, չկա կառույց, պետական կամ մասնավոր կառույց, որտեղ մարդիկ ուզենան գնալ կրթվելու համար, անհնար է խոսել պետության կայացվածության եւ բարգավաճության մասին։ Բու հավարտածների մեծ մասը չի աշխատում իր ճակերտավոր մասնագիտությամբ։ Գիտություն չկա։ Թե միջնակարգ, թե հատկապես բարձրագույն կրթական համալիրները պետք է լինեն գիտական կենտրոններ։ Չկա գիտություն, չկա կրթություն, չկա ներգաղթ, ուրեմն անհնար է խոսել իրական բարգավաճ նորմալ պետություն ունենալու մասին։ Պետություն, որը ճիշտ ռելսերի վրա առաջ է գնում։ Ձեր կարծիքով ինչու Եվրոմիությունը թույլ չի տալի, որ հայերը առանց վիզայի ճամփորդեն Եվրոմիության երկրներ։ Այդ 70 քանի կետերը, որ մեր առաջ դրել են, դրանք կարող եք մոռանալ։ Հիմնական կետը ընդհանուր պետության բարգավաճ լինելու խնդիրն է։ Եթե Եվրոմիությունը իմանա, որ Հայաստանը այնպիսի երկիր է, որ հայ մարդիկ կգան Եվրոմիություն միայն որպես զբոսաշրջիկ, կմնան իրենց մի քանի օրը եւ հետ կվերադառնան Հայաստան, ես հավատացնում եմ ձեզ, որ Եվրոմիությունը օր առաջ կբացեր սահմանները եւ թույլ կտար, որ հայերը ճամփորդեին։ Բայց իրենք այդ վստահությունը չունեն։ Հիմնական ֆակտորը սա է, այն մնացած բաները երկրորդական են։